JSON սերիալիզացիա, տեսնենք սա իրանից ինչա ներկայացնում, նախորդ դասին արագ հիշեցնեմ, սերիալիզացիա դեսերիալիզացիան թույլ է տալիս ինչ-որ ֆորմատով կամ ֆորմատերով, կամ ինչ-որ տեխնոլոգիաներով ամբողջ օբյեկտը մուտքի էլ քանել ցանկացած հեռավորություն նույնիսկ hard disk եւ հակառակը, դեսերիալիզացիան կարդում։ Եվ DeepSeek-ի միջոցով արհեստական բանականության հարցից հետո իմացանք, որ ֆորմատերը այսա մի վարքյան այս binary ֆորմատերը միայն framework-ում աշխատում, ինչու որտեղ security-ն ուժեղացել է, ճանապարհ է գնում եւ խորհուրդ է տալիս կամ XML-ով կատարել կամ հիմա կանցնենք JSON ինչ է ենես ներկայացնում։ Այսով ցանցային համակարգում հեռահար կամ համակարգիչներում տվյալների փոխանցումը, տվյալ որպես data part հիմնականում ամենատարածվածը հիմա XML-ից անցել է նաև JSON-ն է ավելի առաջատար, բայց երկուսն էլ ուժի մեջ են։ XML արդեն ասել ենք իր տեգերով եւ իմ JSON առաջի օրինակել XML-ից կօգտվի, հաջորդաբար կպած դասեր են դրա համար, բայց չմոռանանք, որ մենք ունենք նաև Nuket package-ում պետք է ավելացնենք այս JSON package-ը։ Այդպեսով եւ սա core-ում կաշխատի։ Հիմա մենք core-ը նորից կկանչենք, որպեսզի close window կանեմ, ես նորից core-ը նորից կկանչենք եւ կբացատրեմ ինչա։ JSON JavaScript notation-ա կոչում, object notation, բառը այդպեսին է։ Հիմա մենք new package-ով, որ արդեն անցել են կոմպոնենտներում շատ հզոր, մենք կմիացնենք մեր փակետի մեջ չգտնվող new sport JSON package-ը, որպես ծրագիրը աշխատի, այսինքն այս անունի տարածքը, այս JSON անունի տարածքը, որպեսզի կարողանա աշխատի։ Առաջ օրինակը սովորական մեր նախորդ դասի XML ֆորմատիզացիայի կամ սերիալիզացիայի մի շարունակությունն է։ Մենք մի օգտվենք, մենք հիմա XML-ով կգրենք եւ կփորձենք save անել XML-ը, load անել եւ JSON convert-ով փորձել JSON սարքել եւ ցուցադրել։ Շատ լավ, մենք այդպիսի փոքր օրինակ կատարենք։ Պլյուս մենք շարունակենք նաև արագ պլանս ասեմ։ Այս կլասով կատարել օբյեկտների հետ ոչ թե XML-ով տանել բերել, հենց հիմա XML-ով եմ գրում։ Ինչ պատճառով, չգիտեմ, այս օրինակը ինչու եմ այդպես վերցրել, եւ օբյեկտով նաև կարող ենք կատարել data contract serialization class։ Այս երկու կլասների միջոցով էլ սերիալիզացիան մենք կատարենք։ New create project անենք in core-ով framework-ը թող չխանգարի մեզ։ Շատ լավ։ Դե վերադառնանք JSON-ին new package-ը։ Մենք երկու տարբերակ ունենք։ Հիմա այս new package solution-ը եկեք կպցնենք իրան այս JSON-ի միջոցով։ Եվ որպեսզի ծրագիրը աշխատի։ Հիմա մենք run կտանք։ Աջ կլիկ Так, Nuget package-ը դրեցինք, սա կոմպոնենտներում շատ հարմար ձևով անցել ենք browse, այստեղ կդնենք այդ ինչ որ ես երևի կանչած կունենամ թող գա մի անգամից, չէ, չեկավ, copy կանեմ այս package-ը եւ կփորձեմ աշխատացնել կամ գտնել իրան։ Ահա, հուսով եմ գտավ։ JSON-ի հետ ինստալացիան կանեմ հիմա։ Շատ լավ։ Այս package-ը եթե միացավ, նոր իմ լեկցիայի կամ այս վերնագրի իմաստը ուժեղանում է, ես կարող եմ օգտագործել այս անունի տարածքը ու այս անունի տարածքում ես կարող եմ վերցնել, տանել դեպի JSON, այսինքն մենք այստեղ կունենանք նաև document load, document drag, կարևորը JSON կոնվերտացիան է։ Copy paste։ Արդեն սերիալիզացիան ասվել է նախորդ դասերում, մենք դա չենք քննարկում, նորից չենք կրկնում, օբյեկտը պահում ենք արտաքին մուտք ելքում եւ օբյեկտը կարդում ենք մուտք ելքից։ Եկեք ծրագիրը հասկանանք։ Նույն եթե XML link-ը հանենք, մտապես ուզում եք իմանալ, որ հրամանն է աշխատում։ Տեսնում եք, որ մեր ամբողջ XML ֆորմատիզացիայի տեգերի տեխնոլոգիան իր կլասներով դոկումենտ է հայտարարում, նույնիսկ comment կա, եթե հիշում եք VPF-ից example-ում կա, comment, տեգերի կոմենտներ կա եւ էլեմենտներ, կարևոր էլեմենտներն են։
ես կարող եմ add անել, ասինքն իմ այս դոկումենտի մեջ մտցնել եւ կոմենտները եւ add կանեմ իմ ամբողջ էլեմենտները։ Սա XML-ի եւս մի հատ կրկնություն է։ Ինչ է ստեղ գրած, առանձնապես բան չի, company անուն, ազգանուն, address, seed եւ այլն, վերջը տեգի մեջ թաքնված կլինի եւ սա տեղափոխելի է աշխարհով մեկ եւ հասկանալի է ոչ մեր ստանդարտով կոմպերին ենթադրաբար։ Մի հատ write line եմ անում, ցուցադրում եմ string-ը, մի հատ save եմ անում, մի հատ load եմ անում, մի հատ էլի եմ ցուցադրում եւ JSON-ով կոնվերտացիա եմ անում եւ էլի եմ ցուցադրում եւ դեսերիալիզացիա եմ անում, էլի եմ ցուցադրում։ Всё, ուրիշ բան չկա, հետո նայենք, շատ հեշտ հասկանալի է, JSON-ը ուղղակի ստանդարտ է, ոչ ավել։ Մեծացրեցի։ Անունը company տեգի մեջ ինչ է մտնում, տեսեք, ինչ կամպանիաներ են։ Անունները, name-ը տալիս եմ, address-ը տալիս եմ, տեգա, address-ը փակվել է, XML-ով։ Իմ հասցեն է ենթադրաբար, փակում է, կոմենտ է անում էլի, գալիս է հաջորդը, company name, տեսնենք, տարբեր բաներ են, էլի address, ասիկը մի քանի հատ ծրագրեր է։ Հիմա ոնց անեմ, որ ճիշտ ստացվի, ես կոմենտներով էլի ձեզ հետ աշխատեմ, թե դժվար չի։ Edem անում մի րոպե, right line, ահա, այսքանը, կոմենտ։ Եվ աշխատացրեցի։ Ահա, մենք այսքանով ստացանք, որ ես XML-ով գրեցի տվյալներ ալդար, տվյալներ հասցե, տեսեք այս country բան եւ այլն, եւ ուրիշ բան ոնցով չեմ էլ տեսնում։ Այդ արեցի իմ դոկումենտում եւ ցուցադրեցի։ Հիմա save եմ անում XML անվան տակ։ Save արեցինք, ինքը թույլ է տալի երևի վրան էլ save անել, չի խանգարի։ SS-ը մենք կնայենք, դրա համար աջ կլիկ, ու սա շատ ենք կրկնել, բայց ուրիշ չար չունենք արագ գտնելու համար իրեն, bin, debug եւ այլն, SSS, խնդրեմ։ Իմ ֆորմատը կբերի, այդ չով բերեց, խնդրեմ, XML ֆորմատով իմ մոտ կարդաց բրավզերը, բրավզերի վրա է դրած որ հեշտ կարդա, ամեն ինչ նորմալ է, save եղել է իմ ֆայլի մեջ, իջավ։ Գնացինք մեր ծրագրին։ Հիմա ես դոկումենտ եւս մի հատ, ուրեմն sense դոկումենտ, տեսեք, ուրեմն ես վերցնում եմ X դոկումենտ, ոչ թե X-doc, այլ X անունն եմ փոխել, load եմ անում իրան։ Այսինքն ես հիմա այս save-ը չեմ անի, այսքանը ենթադրաբար էլի, այսքանը։ Չկա, բայց save եղած է։ Եթե ինչ-որ հրաման ավել վերցրած լինեմ, մենք մի հատ փորձեմ, եթե սխալ լինի, load աշխատեց, կարող է ինչ-որ մի բան մոռացած լինեմ։ Եվ console write line եմ անում X-ը, այսինքն այդ նույն տվյալը ես ոչ թե հիմա իմ մոտ կարդացի, այլ վերցեցի արտաքին միջավայրից, XML-ով ինչ որ մեկը միլիոն կիլոմետր հեռավորությունից ինձ XML-ով ուղարկեց, ասենք, ենթադրենք Մարսի վրայից։ Այդ նույն բանը ես hard disk-ից կարդացի XML ֆորմատով, դեռ ես ուղղակի XML ֆորմատ եմ ցույց տալիս։ Ես հիմա սերիալիզացիա եմ անելու իրա։ Ահա։ Այսինքն ես JSON convert սերիալիզացիա եմ անում X-ը եւ ցուցադրում եմ։ Նայենք։ Ահա JSON-ի սերիալիզացիան մի ուրիշ տեսք ունի։ JavaScript-ում է առաջինը հնարվել, ավելորդ տեգեր չի գրվում, city, address եւ այլն, այստեղ ֆիգուրի փակագծերով է, տեգերի փակ, բայց իրար հետևից է ոչ մի ֆորմատ չի երևում։ Ոչինչ չի հասկացում, բայց սա մինիմալ, օպտիմալ, մինիմալ տեքստային խումբ է, որը որ համ ճանապարհը լավ գնում արագ, համ էլ իրան բռնացնել այդքան հեշտ չի։ Խառնելը ավելի շուտ կրիպտոգրաֆիա, իրան խառնելը շատ հեշտ է։ Եվ վերջինը, X-ը, որը որ մեզ մոտ դոկումենտ է, դեսերիալիզա, այ հիմա ոչ թե JSON-ով եմ ուզում, այլ այն մարդը, որ ես իրան ուղարկեցի հենց հիմա աշխարհի
ծայրը Մարս, լուսին, ինքը լուսնում սրան պետքան տվյալները բացի։ Ես սերիալիզացիա արեցի, ինքը իր մոտ դեսերիալիզացիայով կարող է բացի։ Եվ դուք կտեսնեք, որ ինքը այս XML ֆորմատը սարքեց դեսերիալիզացիա։ Ну, կարճ ասած, XML JSON, JSON XML հարաբերությունը։ Փոքր դասերից է XML-ի եւս մի կրկնություն է, այդպիսի վերնագիր ամեն դեպքում գոյություն ունի XML դաս, այսքանով մենք բավարարվում ենք XML-ի հետ հարաբերությունը հիմա JSON-ով։ Հաջորդը։ Հիմա մենք սերիալիզացիա կանենք JSON սերիալիզացիա այս կլասով եւ կփորձենք ոնց որ օբյեկտի հետ կապված, այսինքն մենք հիմա կվերցնենք class XML չի արդեն, XML-ի class-ից XML մենք արդեն վերևը ստացել ենք։ Վերցնեմ class JSON ignore ունի, այսինքն ես կարող եմ ոնց որ նախորդը իրան թույլ չտալ, եթե սա ակտիվացնեմ, հիմա age-ն էլ կգրի, name-ն էլ կգրի, կոնստրուկտորն իրան թվեր կտա ոչ մի խնդիր եւ նայում ենք։ Անունի տարածքից բացի, եկեք ես copy paste անեմ իրեն։ Անունի տարածքից բացի save mave չենք անում այստեղ, save արդեն լուծեցինք խնդիրը։ Persona կլինի Albert 99 տարեկան, նշտենը երևի, ես վերցրեցի վառով, ուրեմն եթե այստեղ լեկցիան պետքա գրված լինի, եթե բոլոր դաշտերն եք ուզում սերիալիզացիա արեք, ապա include field-ը true պետքա լինի եւ իմես երկրորդ պարամետրով տարբերակը։ Դուք երբեռնված է թե չէ, չեմ հիշում, նայեմ։ Так, նույն հրամանը, JSON սերիալիզացիա, okay, ուրիշ է։ Որ JSON սերիալիզացիա գալիս, write line-ը գալիս, object-ը։ Սա OB-ով է, շադիր նայեք, write all text։ Վերցնենք sense, այս օբյեկտով է կարդում միայն որոշ բաներ, դաշտեր, սա option-ով է։ Եկեք option-ով սովորենք, սա ավելի կիսատ է տալի, չեմ էլ ուզում սա ցուցադրեմ, չխառնելու համար։ Այսինքն, եթե ես ուզում եմ սերիալիզացիա անեմ օբյեկտը եւ option-ով, եւ այդ option-ը դրած է include բոլորը, ապա ignore-ը ցույց չի տալ, բայց մնացածը ցույց կտա։ Մյուս դեպքերը հատուկ դեպքեր են, privilegirованный integer-ը, string-ը եւ այլն չեմ խառնվում։ Okay։ Ուրեմն մենք բոլոր դաշտերն ուզում ենք անենք, ինչ ենք անում, ուղարկեցինք եւ write all text, այսինքն ես գրում եմ JSON-ով սերիալիզացիա, այստեղ ուղակի գրելու է, ես չեմ էլ նայելու։ Ну մենք կնայենք էլի մեր ձևով, անվան ձևով եւ այլն։ Albert, ուրեմն new Albert-ա գրած այս ձևով եւ այստեղ անունը գրած է person full data, ամբողջ տվյալները միասին, save-ը լինի թե չէ։ Եթե ինքը save-ը բառը գրի, մենք չտեսանք, այս տվյալները ես ունեմ, ինչ ում ցույց տամ։ Ես իրան հարց եմ տալի, դու JSON-ով գրած ես որևէ տեղ։ Նայենք։ Open file folder, նույն ձևի, bin, debug, եւ data, full JSON format, person full data, JSON format, խնդրեմ։ Name, այսա JSON-ն է իսկական, արդեն ավելի երևացող է, string-ը դրվում, իր տվյալը անունն է դրվում, ներողություն, տվյալի անունն է դրվում, փոփոխականի անունը եւ նրա համապատասխան երկու կետով արժեքը, սա active-ա գնում, սա string-ա գնում, հա, եւ սա այդ JSON-ը։ Շարունակեմ։ Так, ուրիշ բան չկա, այսինքն այս օրինակ ասես, որ ես սերիալիզացիա կանեմ եւ ես արդեն համոզված եմ, որ ուղարկեցի։ Բայց եւ այնպես այն մյուս տարբերակը եւ դա սրանով վերջացնենք, թեթև դասերից է, բացարձակ պրակտիկ կոդերի կիրառությունն է, ֆիլոսոֆիան վերև նախորդ դասում է եղել, փիլիսոփայությունը, data contract սերիալիզացիա կլասով, ինձ թվում է ես այստեղ փորձել եմ նաեւ տեսնել կոդում։ Ես եթե այդպես եմ, ինչքան հիշում այդպես է կատարվում։ Գանք, սա չի, program, Երբ ծրագիրը նայենք ու դրանով վերջացնենք։ Էլի, անունի տարածքը կարևոր չէ, երկու պերսոն ունեմ AN 25-23 age-ով, պերսոնը արդեն օբյեկտ ստացվեց, OB1, OB2 արդեն ունեմ, data contract եմ անում, պերսոնը որպես վեկտորա, տեսեք ոչ միայն մի հատ օբյեկտ, հապես ընդհանրապես collection-ով ուղարկել։
վեկտորների օբյեկտ, using-ը արդեն միասին անցել ենք, using-ը դա dispose-ի համար է, կրկնել եմ մի հատ էլ ասեմ, using-ի հետ բացարձակ կապ չունի, չղեկավարվող ռեսուրսներ ազատելու տեխնոլոգիան ավտոմատ կատարելու համար dispose հրաման կանչի բազային, ինչն է հետաքրքիր, որ չղեկավարվող ռեսուրսները երբեք garbage collector-ը ճիշտ է իրականացից հետո այդ որ բան կատարում, բայց ինքը չի կարում ջնջում։ Թողնում է ծրագրավորողի վրա, այս ծրագրավորողը using օգտագործում է, եթե մոռացած լինի, հենց այս փակագիծը վերջացավ, ինքը ռեսուրս կջնջի, կազատի, close կանի եւ այլն։ Լավ բաներ են դրանք։ Ինչևից այս using-ը կապ չունի, այստեղ գրած է file stream մենք վերցրեցինք մեր stream-ների տեխնոլոգիայից JSON անվան տակ people JSON սարքեցինք, file mode-ը կարևոր չի, անցել ենք open create, որ մեզ չխանգարի read write open create եւ այլն պարամետրեր ունեն եւ write object-ը արդեն մեզ համար լուրջ գործ է, վերցնում է fs-ը եւ վերցնում է օբյեկտը։ Այսինքն ես օբյեկտ գրեցի։ Շատ լավ։ Հիմա ինքը վերցնում այլի using-ի տակ JSON, այսինքն JSON-ում տարա գրեցի։ Ես այս նույնը վերցնում եմ file stream JSON, էլի open read write, close եղած է using-ը փակել է, տեսեք այս using-ի լավ ինչ է, որ descriptor-ը փակում է ֆայլի, բաց չի թողնում, որպեսզի իրան ազատ արձակի ուրիշներին օգտվելու համար, գրել կարդալու տեսակետից։ Դրա համար սա կազատի մեզ այդ ֆայլից պարտականությունը ձեռքը հետ կքաշի, seek-երը հետ կքաշի եւ այլն, seek-ը կգա, position-ը գա առաջի դիրք, միանշանակ անցել եք position seek, ֆայլերի տենց կարդացման տեխնոլոգիան, եւ ոստեղ ինչ է կարդում։ Կարդում է ինքը էլի վերցնում է fs-ը read object, այսինքն read object-ը այս դեսերիալիզացիան է, եւ for each-ով միշտ տալիս է անուններ։ Ահա ես եւ կստանամ for each-ով տվյալները հասավ ինձ։ Ահա այս օբյեկտը ես գրեցի այնտեղ, որտեղ ինձ պետք էր, եւ մի persona մենք հիմա կնայենք, եւ ինքը ինձ ցուցադրեց հենց հիմա իմ ցանկությամբ։ Parza persona պետք է ուներ data contract, որը նշված է մեզ մոտ։ Այդ ատրիբուտից ենք օգտվում, ուրեմն ատրիբուտները հաճախ կօգտագործենք կոմպոնենտների բաժնի լուրջ դասերից, դժվար դասերից մեկն է, data member, սա իր ատրիբուտներով թույլատրում է, կարճ ասած data member ատրիբուտը իր հնարավորություններ, իր պատասխանատվություններն ունենա, չենք խառնվում եւ աշխատացնում ենք, դրանով կվերջացնենք JSON-ի կարճ դասերից մեկը։ Դասը շատ հեշտ է։ Անունը A, անունը N, տարիքը N եւ այլն, նորմալ ինֆորմացիան ուղարկեցի, նորմալ ինֆորմացիան ստացա դեսերիալիզացիա իր հրամաններով parza եւ այս նորմալ ինֆորմացիայի հիմքի վրա ես կարողացա ցուցադրել արդեն տվյալը ստացել եմ, ինձ պետք չի JSON, ինձ պետք է JSON-ի մեջինը։ Խնդրեմ։ Հիմա գնանք JSON-ը նայենք։ Իվարկան open file folder-ը խնդրեմ։ People, ամասային ոնց որ աշխատացրեք, խնդրեմ age 25 եւ JSON ֆորմատով աշխարհի որ ծայրն ուզում եք ուղարկեք, մենք ճիշտ ասած համ մեզ ուղարկեցինք, համ մեր կողմից ստացանք։ Ահա այսքանը JSON-ի մասին եւ եթե ես ամփոփեմ, սերիալիզացիայի լավագույն ձևը այսօրվա դրությամբ JSON-ն է։ XML-ն էլ է համարվում հնացած։ JSON-ը սերիալիզացիանում ամբողջ օբյեկտը, մանավանդ այս վերջի դասով երևանք, ամբողջ օբյեկտը մենք իրավունք ենք ստանում ուղարկել ցանց JSON ֆորմատով աշխարհի բոլոր համակարգիչները տարբեր սիստեմաների դա ստանում են որպես data part, իրանք դեսերիալիզացիա են անում JSON-ը եւ մաքուր ձևով ստանում են տվյալները ու աշխատում այդ ծրագրի հետ։